Ողջույն եմ բարեկամներ, այսօր մի քիչ այլ ֆորմատով զրույց ունենալու, չզարմանաք, այսօր մեր ինքնաճանաչում ֆորմատով հյուրընկալելու ենք բժիշկ, էպիգենետիկ, պսիխոսոմատիկայի մասնագետ, օնկոպսիխոլոգ Գյորգի Ավագյանին, նաև ինքը դոկտոր Միրզաբեկին։ Բարև ձեզ դոկտոր։ Բարև ձեզ։ Որ ես բաց չթողեցի կոչումների մեջ, մասնագիտությունների մեջ։ Օնկոպսիխոլոգ, ես բժիշկ չեմ, դոկտոր եմ, գիտնական եմ։ Օնկոպսիխոլոգ, էպիգենետիկ, պսիխոսոմատիկ, կվանտիկ պսիխոլոգ եւ այլն։ Քվանտապսիխոլոգ, մոռացա դա մասին ասել։ Դոկտոր ջան, քանի որ մեր հաղորդումը ինքնաճանաչման մասին է, խնդրում եմ համառոտ ներկայացեք ձեզ, նաև ասեմ մեզ դիտողներին, որ դոկտորը առաջի աշխարհամարտի առաջին Արցախյան պատերազմի մասնակից է, նաև մենակ դոկտոր չի։ Խնդրեմ համառոտ զինքից ձեր մասին դոկտոր ջան։ Ծնվել եմ Ղարաբաղ եւ չեմ ապրել այնտեղ։ Պապան գազավիկ է եղել, որտեղ սովետական ժամանակ պապան աղարքեն, դեղ էլ ապրել ենք։ Եվ աղբերս ծնվել է ԴՑՊ, ես էլ լավ բիզնեսով էի զբաղվում այդ ժամանակ, ուժը սովետական ժամանակ։ Եվ նպատակ եմ դրել, որ ինքը պետք է քայլի։ Ինչ պրոբլեմ։ ԴՑՊ։ Այդ ինչա, ոնց է բացվում, ոնց է թարգմանվում։ Детский церебральный паралич։ Որ ծնվել են ուժը անջատված։ Իրան լավ թեթև որակներ, մենակ ոտերը։ Բայց խելքը ձերքերը աշխատում էր։ Ու 6 տարուց հետո ինքը որ սկսեց քայլեց, մեքենա սկսեց քշել, համալսարան ավարտել։ Ու ես հետո տեսա, որ ուզում եմ միրնի կյանք, թաշնա այդ նավթով զբաղվել անդադ կրակոցների մեջ էի, այն 90 հիշում եք, չէ, 90-ները։ Որ հանգիստ չէի քնում, թքեմ այդ փողի վրա, դահայ անցնեմ դոկտորություն։ Ու տեսնում եմ շատ լավ ստացվում, բայց ես իրականում ինձ պատրաստել են специалист по подготовке спецподразделений, то есть спецназ или ոնց ասես։ Որտեղ են պատրաստել։ Սանկտ-Պետերբուրգ։ Ես ուզում եմ հասկանամ կապը այդ ոլորտի հատուկ պատրաստվածության եւ այս մասնագիտությունների մեջ, որ մենք խոսացինք, էպիգենետիկան, հատուկ ծառայությունները ինչ կապ ունի։ Կա գենետիկա, որ գիտնականները զբաղվում են կոդերով։ Ու սկսել են կլոն, եթե հիշել եք, там նման ոչխար սարքել բան։ Բայց իրանք ճոկեցին, որ չէ, նման ոչ մի բան չի լինում։ Դրա համար գենետիկան դա հետևանքն է։ Բայց ես էպիգենետիկան նад, то есть վերև։ Օրինակ դուք առնում եք կոմպյուտեր։ Կնոպկան սխմում ենք, բան չի տալու։ Կարող է լույս լինի, տարբեր գույնի։ Ու դրա համար այնտեղ Windows մտցնում ես կոմպյուտերի մեջ, չէ՞, ծրագիրներ, там Facebook, բան, տուդա, ու ինքը սկսում աշխատել։ То есть դա էպիգենետիկան է, բայց մոտորը գենետիկան է, դա կոմպյուտերն է։ Որ ինչ ինֆորմացիան դնում ես, ինքը обработка է անում այդ ինֆորմացիան, ու տալիս է պատասխան։ Բայց առանց ծրագիր ինքը չի կարող տա պատասխան։ Շատ լավ, հատուկ ծառայությունները ինչ կապ ունեն դրա հետ։ Ինչով են զբաղված հատուկ ծառայությունները այդ բaragայում։
Не понял вопрос, честно говоря. Հատուկ ծառայություն։ Ասացիք, որ դուք հատուկ ծառայություն եք, հատուկ մարդկանց եք պատրաստել այդ մասնագիտության հետ կապված։ Հա, ու ես այդ ծրագիրը Windows-ը փոխել եմ օրինակ Միրզաբեկուսը։ Հասկացա։ Եթե դու անդադ Բելկով կալիսե, դա դու անդադ ամեն օր առավոտ արթնանում ես, կոֆե ես խմում, ամեն օր նույն մարդկանց ես տեսնում, ամեն օր նույն զգայարաններ ես տեսնում, դու հուսվում ես, որովհետև նորություն չկա, կա պրինցիպներ, համոզմունքներ, կյանքի անցյալ կյանքի որակը ղեկավարում է քեզ եւ չի թողում, որ դու ապագայում զարգանաս։ Սաղ կասկածամտություն, անցյալից վախեր, արժեքազրկում, դու ոչինչ ես, դու մարդ չես դառնա, կամ ծնողները խելոք, լավ սովորի, խայտարակ չանես, ու դա մարդուն եսը կոտրում է։ Ու մեջին պարազիտները սկսում են զարգանալ։ Ես ուզում եմ այդ հասարակության վրա պատկերացնեմ այդ Բելկով կալիսեա, դուք եք տեսնում ինչ է կատարվում, ես եմ տեսնում ինչ է կատարվում, ու այն ինչ որ հիմա նկարագրեցիք մարդու վերաբերյալ, նույն բանն անում, առավոտ նույն բանը, ես վերջի 5 տարին ոչ մի առավոտ նույն ձև չեմ սկսում, նույն ձև չի ավարտվում իմ օրը, աշխատում եմ, եթե նույնիսկ ջուր պետք է խմեմ, ուրիշ բաժակով այդ ջուրը խմեմ, այդ անդադ ինչ որ նոր բաներ մտածելու համար վաղուց եմ ես դրա վրա աշխատում, բայց հիմա որ նայում եմ ձեր ասածով արդյոք մեր ժողովրդի համար պատմությունը ոսես կրկնվում է ցիկլային, դա հենց նրա արդյունքն է, որ մարդ իր վարքագծի մեջ այդ ընթացքում ոչինչ չի փոխում, վարքագծի մեջ չի փոխում, հետևաբար ոչինչ չէ ճակատագրի մեջ չի փոխվում։ Դա է նշանակում։ Ցանում ես զգայրան, ստանում ես միտք, ցանում ես միտք, ստանում ես սովորություն, ցանում ես սովորություն, հավաքում ես խասատ, բնավորություն, ցանում ես բնավորություն, հնձում ես ճակատագիր։ То есть հայերեն դժվար է ձևակերպել։ Եթե այն զգայարանը, օրինակ դուք 2 տարեկան եք ու վարվել եք, այդ ժամանակ գալիս է համոզմունք, որ այդ տեղ վտանգ է գնալ, բայց դու անկախ քեզնից այդ վտանգի մեջ ես մեծանում, то есть уже մարմինը չի ապրում, հոգին չի ապրում, անդադ պաշտպանի մեջ է, հանկարծ բա որ, դա մեր հայ խասյատ, հայրվանները ինչ կասեն, բարեկամը ինչ կասի, то есть մենք ապրում ենք թշնամու համար, որը ով չի ուզում մեր լավը։ Ինչ շատ մենք ապրում ենք հենց իրանց համար, ոչ թե մեր համար։ Ալի, թշնամու համար, որ պապաս հերս ես հիշում եմ փոքր էի, մեքենա եղել, սաղ ռայոնը մի հատ մեքենա եղել, ու ամեն օր մեխով չանգրում էին։ То есть հասարակությունը չի թողում, որ մենք դուրս գանք հասարակությունից։ Հասարակությունից։ Մի հատ լավ ընկեր ունենք, ապրում ենք իրաց նման։ Դե սովետական դաստիարակությունը էլ է, тише воды, ниже травы. Ու էդի կոտրում է ինդիվիդուալիզմ։ Դրա համար մենք 30 տարի ավելի քիչ է եղել продолжительность жизни, քան թե Եվրոպայում։ Դա է պատճառը։ Ինդիվիդուալիզմը տվել են։ Բայց մեզ տվել են պարտավորվածություն եւ պատասխանատվությունը տվել են մեզ, մեր ծնողները եւ հասարակությունը, բայց իշխանը չեն տվել։ Մենք պատասխանատու ենք, բայց իշխում է հասարակությունը։ Բայց իրավունք չունես, դու պետք է անես։ Ու եթե չես անում, չափալախ, գոռալ, ճովել, խիեսված սովորում, խայտարակ,
ու դրա համար ուժը դու հասկանում ես, որ դու սովորում ես ոչ քեզ համար, այլ մամայի հպարտության համար։ Ահա։ Ուստեղ ուժը գալիս է դեգրադացված լիչնեստ, դեգրադացված անձը։ Հետո այդ դիպլոմը ոչ մի կչի ուտում, բայց դու 6-7 տարի կյանքից կորցրել ես։ Իհարկե, սենսացիաներ, մանր մուներ, անբավարարությունները, պարտավորվածությունները, ստիպողականությունները կրճացնում են մեր կյանքը։ Դաժե եթե ապրես 120 տարի, որ ինչ բادرջան ես էլի, ծրագրավորված, պրոստը գնա ուժեղ։ Դոկտոր ջան, մեզ ուզում եմ ամփոփեն էլի բերեմ մեր ազգի վրա։ Փաստորեն մեր ազգը ավելի շատ ապրում է պրոտոկոլի համար, ըստ պարտավորվածության, քան ըստ իրավունքի։ Ու դա Да, բերում է даже, даже շեֆը, ես ստեղ մի բան եմ արել, սեփականատերը էլ ես օբյեկտին։ Ասում, բավական է sense բան ես արել, ումից ես դու հարցրել կարելի է թե չէ։ Ասում, կարող Աստված ես։ Ես դուրն է եկել, ես դա արել եմ։ Ես վճարում եմ քեզ։ ես Ինչ դա որ անում իրավունք եմ կաբինետում, հա։ Ты сейчас ինձանից հարցրել։ Ասում, тогда ես պետք է ոչ մի բան քեզ չվճարեմ։ Հա։ ու դամ գնամ։ Ты кто такой? Դու ոնց ես խոսում ինձ հետ։ То есть իրանք պարտավորվածությունը, որ իրան են արել, ինքը հիմա բաժանում է ուրիշներին ան։ Կրկնում է իրանք ծնողների արածը ուրիշներին։ Դրա համար անդադ այդ մարդը լարված է եղել։ Սինդրոմ Բոգը։ Ես պետք է ստեղծեմ պահ, որ սա ինձանով լինի։ Ու դա ռակա։ Առաջին ռակը գալիս է, որ դու ուզում ես փոխես առաջի կենսերը, դա դու ուզում ես փոխես իրականությունը։ Всё. Դոկտոր ջան, համոզմունքը քեզ դառնում է դագաղ։ նորից ուզում եմ ես բանը վերաձևակերպենք, էլի։ Քանի որ մեր ժողովուրդը ավելի շատ մտածում է ինքը ինչա պարտավոր, քան ինքը ինչ իրավունք ունի, չէ՞։ Այդ ապրելով իսկ թվում է առաջին հերթին նաև վնաս է տալիս իրեն, իր առողջությանը։ Հիմա Հիմա այս աննորմալ ապրելակերպը, որ sense մեկ նկարագրեցինք, դուք շփվում եք ձեր հիվանդների հետ, ասկեն այն մարդկանց թվում են իրենց որ հիվանդ եմ ասում, այն մարդկանց որ գալիս են իրենց խնդիրներով ձեր մոտ։ Քանի տոկոսի մոտ է այդ խնդրեմը, հա, որ ավելի շատ ինքը մտահոգված է իր պարտականությունների մասին, քան մտածում է իր իրավունքների մասին։ Եթե տոկոսներով հաշվենք, քանի հոգին առողջ, քանի հոգին է հիվանդ։ 99 հիվանդ, մեկ առողջ։ Այսինքն, ասում մենք մի տոկոս առողջ մասսա ունենք, որ ինքը հասկանում է, որ պարտականություններից բացի ինքը իրավունքներ ունի, հա։ Այս այն ինչ որ մենք Это люди, которые проработанные. То есть իրանք միշտ 100 է եղել առաջ։ Իրանք այնքան են ուսումնասիրել դասերը ստեղ ընդեղ, որ այդ մին տոկոս դաժե ես էլ եմ կասկածում, որ եթե գալիս են ինձ մոտ պրոֆեսոր ՄԳՈ հոգեբան, լիքը գրքեր է գրել, լիքը պրեմիա ստացել, բայց ասում դոկտոր չեմ կարող ինձ терапевтом, чем инձ ղեկավարը։ Դե возьмем Дейл Карнеги, да, как не быть одиночеством, բայց ինքը մեռել է одиночество։ Կայ մի հատ ճապոնական կին, как сохранить семью, зарезала своего мужа։ Դրա համար սկզբից ես որտեղ սովորել եմ։ Բանի վրա երեխաների գրքի դասիրակում, երեխեք իր մոտ չեն մնացել, գնացել են ինքը մենակ ամբողջ կյանքին։ Դրա համար ես մարդկանց սարքում եմ ուժեղ առանց արժեքներ, որ ինքը իրան եսով գիտակցող ապրի եւ ամենտեղ վայելի իր կյանքը։
ու уже դիագնոզը հետաքրքիր չի։ Մեկը ինձ Բագրամյանում տուն անվերել, ես էլ զարմացա էլի, ես ինչ եմ արել։ Ասում եմ մենք չենք ասել, որ մենք ռակ ենք եղել։ 34 տարեկան տղա է։ Ասում ինչու չեք ասել, ասում եմ որովհետև ես մենք մի հատ տելևիզորով դուք ասել եք, որ ռակի բուժում ռակը ինքը վերջի դոկտորն է եւ վերջում իրան վրա են քարերը գալու։ Ու դրա համար մենք վախեցել ենք ասենք, որ ես ռակ եմ։ Բայց հիմա դիագնոզը չկա, իրանք էլ շատ հարուստ մարդիկ են։ Даже ռեստորանում փակել ու սենց Բագրամյանում լավ տուն են։ Շնորհավորում եմ անկապակցության իհարկե Ստեղ բան կա էլի, ինձ հետաքրքիր չի դիագնոզը, ես բժիշկ չեմ, ես հավաքում եմ իրան ինքնակորուստը, ոնց ձեր պերիդաչան ինքնաճանաչում, ինքը սկսում է իրան ճանաչել ու դիագնոզը գործ չունի։ Հասկացա՞ք։ Մի հատ բառ օգտագործեցիք, հանում եմ արժեքները, մարդը կարա առանց արժեքների ապրի։ Սեր։ Ստեր։ Սեր։ Даже если спецназа պատրաստում էի, полюби врага своего, չէ, Կոնֆուցի։ Ու ինքը սկսում է հարգանքով վերաբերվել բոլորի, միշտ չանցնեն իրան սահմանը։ Это называется прекрасная жизнь. То есть դու սենց ես ապրում էլի уже։ Ասում ես չեմ կարող հասկանամ, ոնց ինձ ասեն չէ եւ ես համաձայն եմ։ То есть մենք զզվացնում ենք ու ստանում ժպիտով։ Даже это криво, даже если есть проблема, там есть համար հետաքրքիր է։ Ու մեր նեյրոսիցը զարգանում է, որովհետև կա պրոբլեմ։ Եթե պրոբլեմ չկա, դու հյուծվում ես ու չորանում։ Եթե չկա դիմադրություն, բան չի զարգանում, էլի։ չի զարգանում արդեն։ Հիմա տենսն է հա բրազիլիական էքսպերիմենտ, գործին բրել են իրան ջերմության մեջ են պահել, ամենակոմֆորտ ջերմություն, եւ իրան կերծրել են, ամեն ինչով ապահովել են, մի շաբթից սատկեց։ Ինքը օծից չի փախչում, ջանց չի բռնում, ջերմությունը միշտ նույնն է։ Сопротивления нету. Ну и космонавты хич կարում քայլի։ Որիշտում։ Որտեվ կոսմոսում դեմադրություն չկա։ Հետո մի ամես սովորացնում են, որ ինքը սկսում է քայլել։ Այստեղ։ Եթե այս տրամաբանության գնանք, մեր ազգը ամենազարգացածը պետք է լիներ, որովհետև ամբողջ մեր շուրջը պրոբլեմներ է եւ մարդը առավոտվանից արթնանում է պրոբլեմ հաղթահարելու համար։ Հիմա մենք ամենազարգացածն ենք այդ առումով։ Չէ, как раз-таки проблемы եթե որոշված է, այն ժամանակ երկարացնում ես կյանքդ։ Самая лучшая победа – это победа для себя. То есть, եթե ես հաղթեցի ուրիշին, իշմեք ֆիզկուլտուրայի դասին, բան, որ դու ավելի լավ ես քայլում ու հպարտանում ես, որ դու ավելի ուժեղն ես։ Да, դու պրոբլեմը որոշես։ Եթե դու պրոբլեմը չես որոշում, բելկը в колесе է սկսում։ Ու դրա համար այն երակները, որ անդադ ճնշումը բարձր է, ճնշումը ինչու համար է պետք, որ հասնես դավից էլի, որ հասնես հաղթես, որ քայլես, վազես, փախչես, ու հարցը որոշված չի, դրա համար մարմին արտադրում է ճնշում, գնա վերջացրու այդ հարցը։ Ես ասում լավ, հետո, ոչինչ, լավ, հետո, ոչինչ, հետո, բաբախ, ինսուլտ։ Այսինքն չլուծված պրոբլեմները բերում է պրոբլեմների, բայց լուծված պրոբլեմները բերում է զարգացման։ Ջան։ Շատ լավ։ Հին շլանկ կա, որ հայատներում հին շլանգներ ալնում, պզավատում է, չէ, որ կողքիդ։ Նույնն ինսուլտն է, ինֆարկտն է, էլի։ Այնքան նագրուսկի տակ եղել է շլանգը,
երակը, որ ուժը վсё պատերը բարակվել է, պստ ու դա պատասխանում է օրինակ սրտին կամ պատասխանում է այդ բջիջը անջատվում է ու վсё դու չես կարող քայլես։ Դոկտոր ջան, տեսեք, մի անգամից մի այնքան բան է գալի մտքիս մեջ, հարց է գալիս։ Շատ լավ ձևակերպեցիք, որ ինդիվիդուալիզմը զարգացնում է մարդու կյանքը, դա ինչն է, դա ներքին ազատությունն է, որ նախ այդ ինդիվիդուալ մարդը քիչ կոմպլեքսներ ունի, նշանակում է քիչ հիվանդություններ ունի, դրանից էլ երկարանում է կյանքը։ Ճիշտ եմ հասկանում։ Ջան, երեք մի հատ 57 տարեկան կինը առաջի անգամ եկել է կարճ յուբկայով։ Ես Լավն է։ այնքան եմ ուրախացել, հա, այնքան սիրուն ոտեր ունի։ Ասում է, էշի ես եմ, ասում է, այդ սիրուն ոտերը միշտ թաքցրել եմ։ Հայրենիները ինչ կասեն։ Հիմա հասկացա, որ ես ինձ համար չեմ ապրել, ես ապրել եմ պաշտպանվելու համար, ոչ վայելելու։ Ու մենք փոխվել ենք։ Даже ես մամայից հիշում եմ, մամայից ասում, մամ, այս մարդը նախանձ մարդ է, ինչու ես դու ասում ինքը ինչ կմտածի։ То есть իմ հաշվին ինքը պետք է լավ ապրի, հա, որ ես զսպված եմ։ Չէ, օրենքն ասեմ։ ինքը լավ Ասում է, օրենքը տանջանքն է, ես չեմ ուզում տանջանք։ Ես 14 տարեկանից փախել եմ տնից։ Ես օրենք չեմ սիրում, չեմ ուզում։ Խելոք ով է, чмо я или человек, мешающий обществу. Кем можно руководить? Ես գիտեք ինչ հիշեցի։ Եվ դուք էլ նկատած կլինեք, ես փոքր էի հիշում եմ, որ երբ որ բակում թաղումներ էր լինում, ոնց որ պարտադիր լիներ, որ սքացող կողմը ձենով բարձր պիտի լացեր։ Ույս ես չեմ հասկացել, ինչի են հիմա ես հասկանում եմ, արդյոք էդի որ բոլորին բավարարի, որ իրան շատ ցավ է, այդ ձենով լացելը դրա համար էր։ Որտեղ ինչ անբնական բան է եղել միշտի մոտ։ Որ չասեն, որ դաժե չի լացել։ Հետո չեն ամուսնանում, սախյանքը սև շորով, էլի հայրենիները, որ ասեն, ինչ լավն է, տանջվում է։ Բայց սիրունությունը չեն ներում, հաջողությունը չեն ներում մեր հայրենիները։ Հաջողությունը հարուստելները չեն ներում։ Ու դրա համար ես դաժե մի հատ ուսուցիչ ունեմ համասարանի։ Իրան ուսանողը լավ մեքենա է նվերել, 5 տարի գարաժում է, որ հայրենիները վատ չզգան։ Что за понятие? Ուզում եմ ինդիվիդուալիզմին վերադառնամ։ Ինդիվիդուալիզմը նաև չի ներվում։ Մանավանդ մեր նման հասարակությունում են գազոնակասիրկի նման, ում գլուխը մի քիչ բարձր է, գալի խոզում տանում է։ Դրա դեմ ոնց պայքարել։ Ասում եմ, չէ, դու մեր նման պետք է լինես։ Եթե մենք բոլորս սրիկա ենք, դու էլ պետք է լինես սրիկա։ Եթե մենք բանալ ենք, ով ես դու որ խոսաս։ Սենց հարց տամ։ Գրվածի վրա դու կարաս նոր բան գրես, կարաս հետո կարդաս այդ նոր բան։ Ջիջես նոր գրես։ Հատի դուք պատասխանել եք հարցին։ Ես դրա համար ջնջում եմ իրան անցալ դեպքերը, որ ինքը վախ ունեցել, ամաչել է, կոտրել են, ստիպել են, ցավացրել են, ղեկավարել են, իշխել են, դա հանում եմ։ Սպիտակ էջի վրա ասում եմ, ինչ ես ուզում դառնաս։ Ասում եմ պատկանավոր։ Ահա, ինչն է պակաս։ Դուխս է պակաս։ Ով է դուխդ կոտրել։ Հերես։ Ահա, գնում ենք հորը հարցեր որոշում։ Հիմա ինչ ես խի պատկանավոր չես ուզում կարում դառնաս։ Բանը ամանչում եմ։ Ով է քեզ ամոթը մցրել մեջդ։ Տատիկս, հորքուրս, մորքուրս, մաման, սաղորը ամոթ։ Գնում ենք դեր հարցերը որոշում, ինքը դառնում է անամոթ, ազատ, անկոմպլեքս։ Հիմա ինչ է խանգարում, դառնաս միլիարդատեր, կամ փողատեր, կամ պատգամավոր։ Սենց մտածումը ուժը չի կարող պատասխան գտնի։ Գիտությունը, ասում սո, այդ գիտությունը կգրես սպիտակ էջի վրա։ Ու ասում, ты тупой։ Ես մեկ պետք կոպտում եմ։ Ու ինքը մին տարի դաժը Discovery
գիտնական բաները որ տեսնում է, իր նեյրոսեթը շատ անում է, ուժեղ անում է, որովհետև դուխը ուժը կա, բայց դուխը քիչ է, դու ամեն օր կռիվ չես անի, չէ՞, քեզ պետք է հասարակություն ղեկավար ես, Գիտելիք է պետք, գիտելիք։ գիտելիք։ Ой, Դոկտոր, уже գիտելիքը սովորում է, ու դառնում է պատգամավոր, ու դառնում է նаш человек։ նаш человек։ Տեսեք, ես անկախ ինձանից մեզ շատ կարևոր տեղ եկանք, որովհետև ես քան որ ապագա պետության կարևոր բաներն եմ գրում, կրթությունը ոնց պետք է լինի, տնտեսությունը ոնց պետք է լինի, հա։ Ես կրթության մեջ իմ մտքից մեջ կա գրած է, որ հոգեբանության հիմքերը դրոցում պետք է անպայման ուսումնասիրել։ Եվ այս ինդիվիդուալիզմը իմ մոտ գրված է որպես քննադատական մտածելակերպի, անկախ մտածելակերպի դաստիարակում։ Էդ էլա չէ բերում ինդիվիդուալիզմի։ Դու sense moment կա, օրինակ թորնիկս ասում է ես մարոժնի եմ ուզում։ Մայրս ասում է գնա մարոժնի բեր երեխա համար։ Ասում չէ։ Ասում ինչու։ Ասում թող մի բան անի, որ հետո։ Ասում լավ, դու մարոժնի ես ուզում, բա ինձ ինչ կտաս։ Ինձ որ մարոժնի ստանաս։ Խաղալիք է բերում։ Ասում ես մեզ մարդ եմ։ Ես խաղալիք պետք չի։ Ինքը մտածում է ուրիշ խաղալիք է բերում, հետո ուրիշ հետո բերում։ Մի հատ կոնստրուկտոր հավաքած տուն։ Ասում է դա ուրիշ բան է, творчество։ Ահա։ Ատե կա 300 դրամ գնա առ։ Մամանց դեղից գոռում է։ Երեխայա ոնց մենակ գնա խանութ։ Ասում ամեր գործը չի։ Լիֆտով իջացնում եմ առաջ եղարկ իրան սպասում եմ։ Ինքը գնում է մի 10 հատ մարոժնի բերում 300 գրամով։ Դեռ մեզ ճանաչում են տալիս են։ Ուղղը սենց հպարտ գալիս է, индивидуализм սկսված։ Я взамен что-то дал и получил. Բայց մեզ ոնց է սովորացնում։ Սյուսյու, մուսյու, մուսյուսյու, սյուսյու, մուսյուսյու։ Ու վերջում երեխեն քո թոշակի վրա է ապրում։ Օրինակ, եթե sense տարբերակ լիներ, վաղը հնարավորություն կա բան փոխելու կրթական համակարգում, ես գայասեի դոկտոր Միզաբեկ ջան, դուք ինձ մի քանի կարևոր իդեա, որ մենք կրթական համակարգում առաջի դասարանից կամ մանկապարտեզից, հա, սկսում ենք պրակտիկա անել, ու մենք 10 տարի հետո ունենում ենք առողջ ինդիվիդուալ սերունդ։ Եվ էկոնոմիկան Հայաստանի զարգանում է։ Իհարկե, ինդիվիդուալիզմը բերում նոր կրեատիվ մտածելակերպ, ստանդարտի մեջ դու ոչ մի բան չես ստեղծի։ Բայց մեկը գենում սովետական կոդերը այնքան շատ է։ Հա, ինքը տանաստանալու է։ Դաժե օրինակ սեանսի ժամանակ ասում, ատե պապան միշտ մամային ծեծում է, քո աչքիդ առաջ։ Ինչ կարայի անեի, բայց չես արել։ Հա։ Ոչ մի բան։ Ասում ինչու, դե ոնց ծնողի խփես։ Ասում բայց մամային որդում է, մաման արունով է։ Ու այդ ժամանակ այդ պապան զվեր է, ինքը մարդ չի։ Գնա զվերին քաշով խփի։ Մտքով։ Ոնց ես ասում, բայց ինչ ես խոսում, ոնց ծնողի։ Ասում հատե переход արա մի հատ։ Եթե переход չանես, դա անցնելու է քո երեխեքիդ։ Ասեն շոկի մեջ մարդ կարող է բանանի, այ, փոխի։ Конечно. Потом он так же делает, как папа, потому что он не решил вопрос. Ինքը չի որոշել այդ հարցը։ Դրա համար պապային արածը մնում է ենթագիտակցաբար, ենթագիտակցություն մեջ, подсознание։ Ու հետո ինքը ամուսնանում է, ավելի բետար է վերաբերվում իր կնոջ։ Ու մենք գնում ենք պապային ձվերը գցում փորը, հետո սաղ արտահայտում, ինչա ինքը կուլատվել։ Հետո ասում է, ախպեր, շաքար չունեմ։ Հասկացաք։ Այսինքն այդ հարցի լուծումը շաքարի խնդիրներ է լուծում։ Անպայման չմենակ դա։ Չէ, ինչ հիվանդություն կա, կարա լուծվի принципе։ Լուծվի, որովհետև ты должен везде выиграть. И цена вместо вас չի պարտվել է։
Տվաշ չի։ Իցնեմ ես տվածա նախանձ, ճիշտ է։ Բայց այդ նախանձը եթե չլինի, պետությունը չի զարգանում։ Դու երկու հարգանիշ շենք ես սարքել, ես 3 եմ սարքելու։ Բայց էշ նախանձը գնում է վառում այդ երկու հարգանի տունը։ Այդ նախանձը կոնկուրենցիան է։ Հա, դրա համար այդ նախանձը բարի նախանձը դասմա չի լինում, բայց լինում է։ То есть ինքը ուզում է չի ասում, ես քեզնից շատ եմ, այս երկու հարգանի տունը 5 հատ էլ դաբավի տանում, ու պետությունը իսկական զարգանում է ռաբոչի միստա, մարդկանց գործ է տալիս, հարուստանում են, ու այդ ով չի կարող ինդիվիդուալ լինի, ինքը ուժը կարող է իր ընտանիքը պահի այդ ինդիվիդուալ մարդու միջոցով։ Դոկտոր ջան, տեսեք, մենք այդ հարցին հələ չունենք պատասխան։ Մեզ հիմնական ինչա պետք դնել կրթական համակարգում, ես գիտեմ ինչ եք ասելու։ Մեկ այդ երեխեն գնաց ընտանիք, այն շտամպը նույն ալնելու, բայց ասինքն նա նույն դիսկը լսելու է, նույն ամեն ինչ տենալու է, իր մոտ էրոր կարող է տա։ Բայց ամեն դեպքում կարա մի բան փոխվի։ Կարանք մենք մի բան անենք։ Դե օրինակ հիմա մենք վճարովի դպրոցում ենք տվել տորնիկներին, ճիշտ է շատ է թանկ, կակ շատ թանկ, ու Հայաստանի համար շատ է թանկ։ Բայց այնտեղ իրեն գնահատակ չեն դնում, մինչև 5-րդ դասարան։ Այո, գնահատականը առաջի թշնամին է երեխում։ Հա, ու ես այդ ժամանակ министр образованиен եմ ասել, մի 12 տարի առաջ, որ давай поэзию, искусство, творчество միացնենք, որ երեխին մաթեմատիկայի միջոցով հելա զարգանա աչ կիսագունդը, творчествան աչ կիսագունդն է, էլի։ Ոտանավոր, մուզիկա, սկրիպկայա, там, ով ինչ տաղանդ ունի։ Եթե մաթեմատիկայի տաղանդ ունի, օրինակ ամերիկանցը եւ անգլիական образование ինչով է տարբերվում։ Եթե դու ֆիզիկոս ես, դու իրավունք ունես գեոգրաֆիա դասի չգնաս։ Դու ես ընտրում ինչ դասեր վերցնես, հա։ Դրա համար իրանք շատ են էկոնոմիկայի զարգացել եւ գիտությանով։ Բայց մերը ստանդարտ է, սաղի պետք է դու իմանաս, օրինակ ես ֆուտբոլ եմ սիրել, բայց մամաս ինձ տարել է ակարդեոն։ Պատկերացրեք, ուժը բռնությունն է։ Ես լացելով գնում էի, լացելով գալիս էի։ Բայց մաման չի մտածել իմ կյանքի որակին, որովհետև ինքն էլ ասել սովորել սովետական։ Ես չեմ կարող իրանց մեղադրեմ։ Ага, эти ват свободные. Это называется хронический невроз. То есть դու սրտով չես ապրում։ Հիմա Առաջին նևրոզը սկսվում է, եթե այն փափուկ անցնում է երեխուն այդ թեմը, դա երեխան սկսում է իրան օրգաններով խաղալ։ Որ այդ ժամանակ տատիկը, հորքորը հարցակվում են ամոթա, ձեքին խփում են, ու դա ապագայում ռիսկ ձվարանների ռակ եւ շագանակագեղձի ռակ։ Հետո որ ասում են դու աղջիկ ես, չի կարելի, ամոթա։ Երեխան так как анализը քիչ է, ինքը ընդունում է փաստ, աղջիկ լինելը ամոթա։ Եվ աղջիկ լինելը չի կարելի։ Ու դրա համար ես ինչքան աղջիկ տեսել եմ կյանքում Հայաստանում, ստաղան հանգիստ են ապրում։ Չհասկանալ խի։ Բայց ու տղային ես որ տա ասում, դա իմպոտենցիա է առաջարկում ապագայում։ Даже մի հատ աճախուրդ է եղել, բրաչնի նոչից փախել է։ Աման չլա շորիկը հանել կնոջի մոտ։ Այնքան են ասել ամոթ։ Պատկերացնում եք, ոնց են դեգրադացրել, Գիտլերը էքսպերիմենտներ արել կոնցլագերներում։ Դե Շուլցը իրան, в общем, բժիշկը։ Դամաշնիկով ամեն օր խփել են մարդուն ու ասել են դու խոզ ես։ Մին 1000 անգամ օրը։ Ու իսկականից դեմքը սկսել է փոխվել։ Մինչև 2 շաբաթ դեմքը սկսել է դեպի խոզ փոխվել։ Որովհետև խոզի դենքա մեզ ունենք։ Любой ծառը, դինոզավրը, չեմ անում, любой ինչ դուք տեսնում եք, մեր դնտում կա։ Ու դու даже մի հատ աղջիկ Մոսկվայում
մին ձերքով մարշրուտնի տաքսի է բարձրացրել 4.5 տոննա, որ երեխուն հանի տակից։ То есть այդ ստրեսի ժամանակ արթնացել է երևի մի հատ դինոզավրին, բայց մարմինը այնքան էներգիա ծախսել, որ այդ խղճկինը մեռել է նույն օրը։ Կասնում եմ։ Ու դրա համար եթե մենք խոսում ենք ուրիշի հետ, իմացեք, որ դուք չեք խոսում իր հետ, դուք խոսում եք совокупность качества жизни его рода, то есть совокупность հայերեն ոնց է, կյանքի որակը իրան ցեղի։ Համընդհանուր արդյունքը։ Հա, ձեզ չի եղել, որ արտահայտում եք հետո փոշման, որովհետև դնաթին տեսնում է նմանություն, որ քու տատիկն էլ է անգել այդ վիճակը, ու տատիկը սենց է պատասխան։ Ու հետո դու գալիս ես մազերը քանդում, խի եմ սենց արել։ Հասկացաք, մենք ռոբոտների հետ ենք խոսում։ Եթե մարդը դա հասկանա, իրան կյանքը հեշտանում է։ Դոկտոր ջան, ինչքանով հասկանում եմ, ըստ ձեր գնահատականների մեջ հասարակության 90%-ը խնդիրներով է։ Տարբեր որակի։ 99, 99 տարբեր որակի, տարբեր մակարդակների հոգեբանական խնդիրներ ունի, որը անպայման, ինչքանով հասկացա, նաև ազդում է իր կյանքի որակի եւ առողջության վրա։ Որովհետև մարմինը եթե տեսնում դու չես կարող որոշես, ինքն է որոշում ուռուցքի միջոցով, շաքարի միջոցով, ճնշումի միջոցով, աչքերը կույրանում է, ականջները խուլանում է, որ հետո այդ դաժանությունը չի լսեմ, աչքերը կույրանում է, ես չեմ ուզում տեսնամ այդ դաժանությունը, то есть ուղիղ քեզ պաշտպանում է, որ երկարացնի կյանքդ, ոչ կյանքի որակը դզի։ Պսիխոսոմատիկան։ Հա, то есть ուղիղ չի մտածում քու կյանքի որակը, ինքը մտածում է երկար մի քիչ ձգի կյանքը։ Դեպրեսիան փրկիչ բան է։ Տունը նստի ու վերլուծի հարցերը։ Բայց մենակ մարդը մենակ մարդը եթե սենց հեշտ լինի սա հիվանդանոցները կփակվեն։ Դոկտոր ոնց անենք, որ չի ջղայանալ։ Ասում ջանիկ Իսուսի մոտ չես եկե։ Даже Իսուսը 13 տարեկանից մինչև 27 տարեկան ապրել է Հինգաստանում, գիտեք։ Ինքը չակրաներ է բացել, որ մարդը մահից դուրս է եկել, բայց մինչև 10 րոպե ինքը կարա տանի։ Մի ժամից հետո ուժը չի կարա լուբո չակրան ուզում ես բացի փակի, մեկ այդ մի ժամից հետո սո։ Բայց Իսուսը ականացել է տանի, որտեղ ինքը լավ ուսումնասիրել եւ սովորել։ И еще древние россы были тогда, древние россы индегласовали, гуманитарии, по-моему. Так что սախ հիվանդությունները չի որոշված հարցերն, հա, կան արժեքները կոտրել են քո։ Դու էշ ես, դու անասուն ես, պապայիդ ես քաշել, ամոթ խայտառա, կասեն կմտածեն, ու այդ երեխեն սո գերի է դառնում, ներսի բերդ, ներսի գաղութ։ Դոկտոր, ես որ չինացիների հետ աշխատում էի, ըստ ես չինական բալետ եմ ղեկավարել 4 տարի, ես իրանց հետ սիրով ուսումնասիրում էի ընդհանրապես չինական մշակույթը ու մի օր ինձ հետաքրքիր բանի մտքի վրա բռնացի, որ իրանք որ խոսում են կատարելության մասին, իրանք խոսում են երեխա վիճակի մասին, մանուկ, ուճուր, հա, ու իրանց մտքի սենց է կատարելություն ճանապարհը վերադարձ դեպի մանկություն։ Մանկություն երևի ավելի մաքուր վիճակ։ Արդյոք սա նշանակում է, որ առողջությանն էլ է սա վերաբերվում, երբ որ դու վերադառնում ես քո այդ մաքուր վիճակին, նաև դու հնարավորություն ես տալի քո օրգանիզմին բուժվելու, ինքնաբուժելու, դա կլինի ռեգեներացիա, դա վերականգնում է Давайте խորանանք, իրականում չէ։ Խորանանք։ Ճապոնացիք կարող է լավ բաներ են ասում, իհարկե հետաքրքիր է, բայց մենք գտել ենք ուրիշ մոմենտ։ Եթե դու քո երեխուն անունը դնում ես քո պապայիդ, այդ երեխան ապրելով պապային կյանքի որակով։ Եթե դու կրկնում ես երեխուն մոտ, ինչը քո պապա քեզ արել, երեխան կրկնելու է իր ախպորը համար, կամ քուրիկին։ То есть երրորդ поколение,
Իհարկե մենք կարող ենք հասնենք 5 կապակալին, ես կարող եմ հասնեմ։ Դաժե անցյալ կյանքներն էլ եմ կարող վերադարձնեմ, որ այդ մարդը պատմի ինչ նեղ հարցեր չի որոշել անցյալ կյանքում, որ հիմա այդ դարդի մեջ է։ Հետաքրքիր բաներ էլ կա բացահայտում։ Դաժե այդ Մայքլ Նյուտոնը, որ ինչ անում է ինքը 4-5 ժամում գիպնոզի միջոցով, մենք անում ենք դա կես ժամ, առանց գիպնոզ։ Ու ձևեր կա։ Ուստեղ դրամար ասում եմ, ում հետ դուք խոսում եք իրան տատու հետ, իրան տատուն հետ, իրան պապային հետ եք խոսում։ Համապարփակ բարեկամների հետ։ Հա, դաժե բեմնավորման ժամանակ պապան եւ մաման, եթե մաման չի ուզում պապան ստիպում է, երեխին մեջին կատարում է համոզմունք, որ ես բռնաբարվածությունից եմ ծնվել։ Համար իրանք մունատ են միշտ սաղ կյանքը։ Ճղայն են, բռնկվող են, որ եթե սեր չի եղել, պապայի մամայի, աղջի սեղանը քսիս գնաց տեղից։ Դրա համար այդ երեխին որ տատեսնում է, всё, это хронический неврон։ Понимаете? То есть երկու բջիջից է, չէ, ձվաբջիջ եւ սեր։ Ու պատկերացու պապա-մամա որ կռվում են, քո մեջը կռիվներ է գալիս։ Ու այդ որ կռիվներ է գալիս, մարմինը այնքան է ուժացախսում, որ իրանց հաշտվածնի։ Եթե տեսնում է չի կարող հաշտվածնի, միացնում է լուրջ հիվանդություն։ Ու այդ պապան մաման ուժը շեղում են ու երեխու մասին են մտածում։ Ու ինքը հաշտվածնում է։ Դոկտոր ջան, իսկ կարող եք մեզ ֆենոմեն բացատրել։ Մարդկանց տեսակ կա, որ ցույց է տալի, ասում ես, էսի տես մաուսա, միշ մկնիկա։ Տես, էսի մկնիկա։ Հա, սպիտակ մկնիկա։ Ու լալել չունի։ Նայումա, ուսուցում է քեզ հակառակվել։ Բայց դու ցույց ես տալ, որ սպիտակ մկնիկա։ Ու բարձվում է մեր հասարակության մեջ քիչ չեն այդպես մարդիկ։ Դա բացատրություն ունի։ Անցյալ կյանքում կամ ոչխար ա եղել կամ ինապլանետյանի։ Բայց այսքան շատ։ Այսքան շատ։ Ամեն ոչխար մորթելուց իմացի, որ ինքը պետք է մինտեղ ծնվի։ Это суд о 7 ор, 40 ор. Это придумали евреи, чтобы зарабатывать деньги даже после смерти. Դրամանել փող աշխատել։ Դա էշեշ գնում եք 7 օր բանանում նշում, 40 օր նշում, դե ռեստորանները փող են չի աշխատել։ Բայց տեսեք, ես վստահ եմ դուք Պյոտր Գարաևի մասին լսել եք։ Волновая генетика, հա։ Այո, ինքը վալավայի գենետիկայի ժամանակ ինքը հենց գենոմի բանը ֆանտոմը գենը տեղաշարժելուց մնում է ֆանտոմը, այդ ֆանտոմը անհետանում է 40 օր հետո, բայց կա չէ այդ բանը 40-ը։ Դու ես այդքան չեմ ուսումնասիրել, բայց ֆանտոմի սենց ենք անում, օրինակ այդ մարդը նստած ձիվանում։ Վատ վիճակում, նա սիրտը արագ է խփում, նևրոզ ունի բան։ Ասում բարձրացեք, կաղնեք ուրիշ տեղ, նստեք, ինքը նստում է ուրիշ տեղ, ես գնում եմ նստում իրան տեղը, որտեղ ինքը նստել է, ձեր ասած ֆանտոմի մեջ։ Հա։ Ու ասում հիմա ինչ ես գում, ասում սիրտս հանգստանում է, որովհետև ես լավ վիճակում բուժում եմ իրան տեղը նստելու։ Ինքը գալիս է ձեր տեղը, թե ուղղակի դուք եք նստում իր տեղը, ինքը ես եմ նստում իրան տեղը։ Այսինքն նույնիսկ փաստորեն իր նախկին տեղի ֆանտոմը ազդում է իր նոր տեղի ֆանտոմի վրա, նոր իրականության վրա։ Հա։ Այսինքն ինքը միաժամանակ ու տեղը։ Հա, квантовая физика, или частица. Где ты наблюдаешь, да, ты находишься там. Ну, здесь հեքիաթներ է, բայց աշխատում է, ես даже ֆոտոապարատ մեթոդ Կիրիլյան են ասում, 61 թիվումը ԿԳԲ-ի заказով Հայաստան ֆիզիկայի համալսարանը ստեղծել է վիսոկոչուստительная фотопленка։
ու ամենալուրջ հանցագործության, որ ուզում են գողին բռնեն կամ սպանողին բռնեն, գալիս էին նկարում սենյակը։ Ֆանտոմը ցույց է տալի, նմանություն է տալի, ու իրակ այդ նմանությունը բռնում են ով է դա արել։ Ես ճիշտ ասած, տես ես կասկածներ ունեի, որ այն որ մենք ունենք, հա, պայծառատեսներ, որ իրանք տենում են, արդյոք այդ մարդիկ տեսնում են հենց այդ ֆանտոմները, որ մնացել է։ Երրորդ աչքը եթե բացա, դա ճիշտ է, շատերը գիժանություն, իրանք գիժ չեն, երրորդ աչքն է բաց։ Հայաստանում մենք մարդիկ Հա, մեր գիժանությունը լուծած է, յոգա, ռաջա յոգա, ագնի յոգա, նրանք վտանգ ինչի գժանություն։ Հա, իրենք որովհետև հանձնարարին տեսնում ու մարդկանց պատում են, մենք գիժան։ Դրա համար են գժանություն։ Բայց իրականում իրանք իսկական տեսնում են։ Որս ասում եմ մի արտահայտվեք, այ բաղվան։ Վահասանել իրենք գիժան։ Լավ, դրանց նաև ասում են շիզոֆրենիա, այսինքն կարելի է ասել, որ շիզոֆրենիան դա շատ ժամանակ կարող է ոչ թե շիզոֆրենիա է, այսինքն պրոբլեմա, այլ իր մոտ չափազանց բաց է, ձեր ասած հաշիշներին։ Շիզոֆրենիան, ինչքան ես նայել եմ, 70% դերասանությունն է։ Ինքը մի անգամ գժություն արել, ու սաղ վախեցել են, ու ընդունում է փաստ, որ տա իմ զենքն է։ Ու ինքը սկսում է գիժություն, երկրորդական շախ։ Ու դառնում է ուժեղ խասյատ։ Հասկացա։ Դառնում է շանտաժի միջոց դա, մարդկանց վրա ազդելու։ Ու երկրորդական շախը շատ հիվանդներ է, օրինակ իրանք հիվանդ չեն։ Իրանք մի անգամ հիվանդացել են ու տեսել են, որ ցեն իրանց խնամում, ուղիղ ընդունում է փաստ, որ ես պետք է լինեմ հիվանդ, որ սեր ստանամ։ Հետո որ սեր չեն տալիս, ինքը միացնում առակ։ Որ ահա, հիմա նախ կգաք, ինձ կպատչեք, սիրեք։ Դոկտոր, կան չբուժվող հիվանդություններ։ Կա չբուժվող բնավորություն։ Լավն էր պատասխանը։ Ես դե օնլայն եմ աշխատում, Ամերիկայում, ամեն օր Կանադա, Ամերիկա, ու իրանք եկել են Ամերիկա, բայց համոզմունքները Հայաստանի է։ Հա, կան։ Դրա համար շատերը դեղ օրենքը բանը պահում են, բայց կողքից երեխեն տեսնում ազատություն։ Ու դրա համար շատ մեր հայերին, որ առաջի պակալենիա գնացել 20 տարի առաջ կամ 30 տարի, երեխեն սկսում են դրակ օգտագործել, որ դուրս գան այդ վիճակից, բայց միջև երբ։ Ну, կամ ստեղ ուժը պետք է ծնողների հետ աշխատես, եթե դու մամայի հետ աշխատում ես, գենետիկայի միջոցով, ճիշտ է, այդքան նիժան չի ինձ մոտ, $1000 մի ժամը, ու կենսերը $3000 ես վերցնում, բայց ավելի իժանա, կամ թե խիմիան Ամերիկայում, մեկ է խիմիայից 5 տարուց հետո մեռնելու այդ մարդը, բայց պատկերացնում եք իրան կարգավիճակը, սա օրը մասին մտածել, դա ուժը не жизнь։ Դրա համար մենք որ գնում ենք երեխուն միաձուլում մամայի հետ, եւ մաման էլ չի վատ մտածում երեխու մասին, սաղ ընտանիքը բուժվում, որովհետեւ սաղ երեխեքը մամայի փորից են։ Բայց ես աշխատել եմ մամայիս, օրինակ իմ մամայիս հետ 2001 թիվում 8 ամիս աշխատել իմ одноклассникս, ճիշտ է հին մեթոդով, մինչև հիմա մեր տունը գրիպ չկա։ Մեր եկամուտը 10-15 անգամ բարձրացավ։ Ասում մամ, տեսա նավսը դու ես։ Դու ես մեր նավսը։ Բաբա խում եմ ինչ անեմ, ասում եմ, զգուշ կքշես, ես գնում եմ ավարյանում։ Մամ, հերի չի։ Մեր լավ բան ասա, էլի ես դուրս եմ գալի։ Զգուշ, բա որ, բա հանկարծ, լավ նայի, կար բանը կրեց, չանիսներ, ես իսկականից եմ գնում եմ դեղ։ Մամաները եթե երեխուն ասում են այ անասուն, խես սենց արել, իմանալով, որ ինքը խելուքան է, հակառակ անասունը շատանում է։
Ես դուք ասում եք ինչ որ իմ մոտ այդ կասկածները կար, որ մարդ ինչքան ինչի վրա չուզենալով կենտրոնանում է, հենց գալիս է դեմ ասում։ Ինչից փախնում ես դեմը տա գալի, հայերն էին ասում, հա։ А это называется заказ. Мозгу неинтересно, что ты думаешь. Он выполняет то, что ты думаешь. Если Ահա։ ты каждый день думаешь, что твой ребенок больной, он никогда не вылечится. Իշքան դումոտացես, որ քո երեխեդ հիվանդ է, հիվանդություն դառնում է քրոնիկական։ Դրա համար ես շատին ասում եմ, մի բողոքեք։ Եթե գլուխը ցավում է, հարևան խի ես ասում, հարևանը կբուժի։ Չէ, Պետք է նա ասում։ հիշողությունը մնում է հարևանի մեջ, իրիկունը քո գլուխը չի ցավում, բայց հարևանին տեսան, կսկսում է ցավել։ Էլեկտրոմագնիտական դաշտով դա փոխանցվում է։ Միանգամից հիշացնում է այդ հարևանի ներկայությամբ խոսակցությունը, դա վերականգնվում է քո մոտ։ Դա Այս ձևով ու աշխատում։ եթե դաժե մի հատ աղջիկ զանգել է, էլի Ամերիկայից, ասում է, ես քենսեր եմ ցույց տվել, ու լացում է, ջայել 24-25 տարեկան աղջիկ։ Ասում ես առաջինն եմ ում զանգել ես, ասում է հա, ասում մամային չասես, քուրիկին, աղբորը, ոչ մեկին չասես։ Ինչու, ասում չես բուժվելու։ Հա։ Իրաք անընդհատ քո մահիդ մասին են մտածում, ԴՆԹ-ն էլ կապ ունի ձեզ հետ։ Հասկացա։ Ինչքան ուզում ես մաքրի, իրաց մոտ ակտիվանալու է։ Դու ինչքան ուզում ես Ակտիվանալու, հա։ ակտիվանալու։ Ինքը ոչ իմ չասեց, հետո ինչքան 15 սեանս է կարել, по-моему 50,000 ինքը վճարել, հա։ Այսքան։ Չկա, չկա քենսեր։ Բայց ես չեմ ռակ բուժել։ Ես անել եմ ովակեզ նեղացրել, ամանչացրել, որ երկու ես ստացել չափալախել են։ Մի տղու հետ տեսել են, որ դու խոսում ես, ծեծել են։ Դե տանք եմ ես ջինջել։ Դա ոնց Ամոթ, է հայտարակ։ Понимаете? դա ոնց է հնարավոր ջնջել հիպնոտիկ վիճակում, թե մտքով խոսելով։ Դե ուզում ես մի հատ էքսպերիմենտ անենք հիմա։ Խնդրեմ։ Հիշի մի հատ օր, որ չես ուզում հիշես։ Այ բարդ հարցը։ Ինչ չեմ ուզում հիշեմ։ Չունեմ դենցով։ Ուրիշ տարբերակ կա։ Հիշեցի։ Կան տարեկան ես ընդեղ, Երևի մի, ասենք մի 35-36։ Չէ, առավոտ իրիգուն, կամ 40։ առավոտ իրիգուն, Երեկոյան։ ամարձում է, Թող լինի աշուն, աշուն, տուն թե հայատ, տուն, սենյակում, տեսնում ես քեզ, սենյակում։ ահա, օքեյ, ու 0-ից 10 ինչքան բալ է գալի դոշում, փորում, այդ ջղայնությունը կամ վախը, Երևի 8։ 8, ասում ես թե զգում ես, Ենթադրում եմ։ հիմա դեղ ես, հիմա է կատարում, ուղղի չի հասկանում, անցյալ կամ ապագան, գիտե թե հիմա է պատրաստ, եւ որ լիմոնը պատկերացնում ես խիա դու գալի, ինքը գիտե թե ինքնա, կարմրել ես ուժը, ջան, սիրտդ փորդ, որտեղ է այդ կենտրոնը, չորոշված հարցին, Այստեղ։ Այս սոլնիչը սպլիտենիայի մոտ։ Солнечный сплетение. 0-ից 10 ինչքան կտաս, 9 դաժան։ 9, ահա, հիմա ես մոտիկանում եմ քո մոտ, դեղ, ասում ես եկել եմ ապագայից, ու դու միշտ ողջ ես մնալու արխային, ինչ կարեի դու անեի, բայց չես արել, Ես չգիտեմ հիմա ես ինչ պետք է անեի, ոչ չեմ արել, բայց ես թվում է ես մի բան պետք է անեի, ոչ չեմ արել։ նո օրինակ շպրտի իրան պատոհանից, Ինչ անեմ։ պատոհանից շպրտի իրան, են մարդուն, ով ներացրել է, Չէ, ոչ մեկ չի նեղացել, ուղղակի ես միշտ մտածում եմ ես ինչ-որ մի բան պետք է անեի, ես չեմ արել, ոչ մեկ չի նեղացել։ ну а что ты мог бы сделать? Չգիտեմ, ես այդ չեմ կարողանում, կարող է ինչ-որ պետք է ես մի բան անեի, ես այդ չեմ հասկանում, միջև այսօր ես ինչ պետք է անեի, որ ես չեմ արել, բայց ես փաստացի խնդիրը չեմ լուծել։
Тебе скажи, я отменяю խնդիրը լուծելու։ Այ չէ, կարա խնդիրը լուծի համը։ Ամենի պետք չի ինձ լուծել։ Համել արդեն ուշ է, լուծել ես չես լուծել, անցավ։ Че уж, че уж, че. Тут ДВС ем, а я отменяю. Зачем мне этот вопрос решать? Այ չեմ լուծում այդ հարցը, ինչ սա պետք է այդ հարցը լուծեմ։ Ինչ ես դու։ Ուղղակի ես իմ ասածին չեմ հավատում, ոնց է ես պետք չէ, ես պարտավոր եմ մի բան անելու, ես այդ բանը չի բռնում, Ну, չի բռնում, сколько вариантов есть? один только, մի Գնալ վայր, գնալ արտահայտվել, չէ, գոնե մնալ ինչ-որ բան փորձել անել։ Ես մտածեցի, որ ես ու ոչ մի բան չկարողանամ անեմ ու գնացի։ ոչ մի բան, то есть անպաշտպան։ Հա, ես անպաշտպան թողեցի, բայց երևի ես ավելի ճիշտ էր մնայի, թեկուզ բան չանեի, բայց մնայի էլի։ Ну, մտնորոցի մեջ ես դու, Հա, մարդկանց հետ։ հա, Հիմա там ты скажи, я могу вас избить, ударь кого-нибудь. հա, այն Надо, բանը, чтобы из тела вышло. լավ, 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 Из шефки, միած չապալախի, խփեցի, կֆուրտուր, որ ձերքով ես կփում, աչլիկ է, աչլիկ ես։ դիվշին, Հիմա ты что, наш человек? հա, Давай, используй հա, свой навык. Ты должен физически их выиграть и унизить, потому что они хотят тебя спустить. Правильно? չէ, այդ վիճակը չի հարազատ միջավայր է, ես ինչ-որ մի բան պետք է անեմ, ես չեմ կարող կողմնորոշեմ ինչա պետք է անել, ես հարցը չլուծած եմ թողում, էս այն խնդրեմը, թողել, դեռ մի 20 տարի առաջ, բայց Ну, ես ասում եմ, որ ես ինչ-որ մի բան պետք է արածեմ էի, էլի։ ну что, сейчас можно это сделать. Մինչև հիմա այդ հարցը չկա, այդ իմ ուժերից վեր բան է, բայց ես մինչև հիմա ես այդ վիճակը, որ ասեցի քիշի, որ տհաճ, այդ այն որ տհաճ, թե չէ։ Ага. Ես И на կյանքում ոչ солнце... մի բան կիսատ չեմ թողել, ես լուծել եմ բոլորը։ Спасибо. И во что ты чувствуешь в солнечном сплетении? Облегчение, ведь ցետևություն կա ամեն դեպքում հիմա։ Джон. То есть я... Բարձ է վերցել, խփում է ուղղակի։ Մարդ Чем надо их бить? Вот кто там тебе не нравится? Он Да, должен из тебя выйти. Из тебя должен выйти этот человек. չէ, այտենց մարդու խնդիր չի, իրավիճակն է, իրավիճակը զգացողությունն է։ Իրավիճակի զգացողությունը։ Այդ ոնց է դու մեծն ես, դու պատասխանատուն ես, դու հարցի լուծումը պետք է գտնես, բայց դու չես գտնում։ Իմ մոտ էս բանն է, չլուծված։ պատասխանատվություն։ Պատասխանատվությունն է, ես այդ հարցի լուծում չեմ տվել, պատասխանատվությունն է միջև հիմա, ասես մնացել տեղս, ասեցիք, это եմ հիշում։ А теперь второй вопрос. Кто тебя сделал պատասխանատու? Папа или мама? Ну, папа. Теперь подойди и скажи, пап, ես ուժեմ է։ Պապես ուզում ես։ Դու պատասխանատվությունը գցել ես ինձ վրա, բայց իշխել չես տվել։ Դու պատասխանություն դրես ինձ վրա, բայց իշխանը չես տվել։ Հիմա ես եկել եմ ապագայից, ուզում եմ արտահայտվեմ քեզ, որ դու ինձ լավ չես դաստիարակել։ Ոչ, չափազանցրու։ Չափազանցնեմ, օքեյ, ես հիմա եկել եմ ապագայից, ասում եմ, դու ինձ լավ չես դաստիարակել։ Բայց դու նույն բանը, ինչը քեզ են արել, դու ինձ ես արել, դրա համար ես քեզ չեմ մեղադրում։ Իսկ ես չեմ մեղադրում, հա, այտենց է, ես երբեք չեմ մեղադրել, հասկացել եմ, որ ինքն Եթե ես տեսել ապրել, եթե ես ապրել քո կյանքդ ես լինելու է նույնը։ նույնը։ Բայց դու տվածը ուզում եմ արտահայտել։ Ես միշտ քեզնից վախեցել եմ քո կոնտրոլից դուրս գամ։ Այո, ասեցի։ Հիմա գրկիր, հա։ Ահա, տետևացա։ Ջան։ Հիմա այդ կարմրությունը ի՞նչ նոմա։ Ահա, ծույլ գրկիր, ասը պապ ասել։ Հիմա ասը պապ ասել որ դու ինձ սիրում ես։ Հա, ինքին շատ է սիրում։ Ասա, թույ կդանով ասա։ Ես գիտեմ, որ դու շատ ես սիրում, ես էլ քեզ։ Չէ, ինքը դու ասա քեզ։ Ինքը, հա, ասեց, լսեցի։ Սիրտը սրտին, հիմա գրկի։ Գրկեցինք։ Ինչ ես գում։ Ակություն։ Ջան,
Такуцун, значит, сердце начало жить лучше. Да. Асы, пап, я тебя тоже люблю. И горжусь, что ты мой папа. Спасибо, папа. Ну все. Это и пол сеанса, гидес? Это сеанс сетусах пողատերն։ Ես էլ բոլոր ուղարկում եմ ձեզ։ Ջան, խորշ ինչա տաշ ինչի։ Հիմա 9 բալից ինչա մնացել։ Եվ 2-3 2-3։ Ու հիմա նորից գնային այնտեղ, որ դու պատասխանատու ես ու չես որոշել այդ հարցը, ինչա մնացել այնտեղ։ բան չի մնացել։ Ջան, вот это Եվրոպայում մի տարի, 2 տարի լացել պատմել է։ Ստեղ էլ ես մտնում եմ ձեր մեջ, как бы тикунք եմ տալիս։ Ու մենք двойной энергияով հարցերը որոշում ենք։ Porsiyon դաշտ։ Որ ասում եք չբուժվող հիվանդություն չկա, կա չբուժվող Անբուժելի բնավորություն։ բնավորություն։ Այդ Ուշակալի գալիս են իրանց գովում են, պապաս լավն են, մաման լավն է, լավ մանկություն եմ ունեցել, ասում դե ինձ բուժի։ Հերիք չի։ Առաջի ծնողն է տալիս կյանքը եւ առաջի սպանողն է ծնողը։ Որովհետեւ ինքը քեզնից սարքում է իրան։ Ես էլ մամայիս հարցնում եմ, մամ, ինչը դու ինձ սովորացնում ես։ Դու էլ ես sense, ասում հա, ասում հաջող ես եղել, ասում չէ։ Բայց ինչ ես ուզում ես էլ անհաջող լինեմ։ Մամ, հետի կա ֆիլոսոֆ խոսած։ Հիմա այս բանը կա, չէ՞, դա իրականությունն է, որ ամեն մի երեխեն ծնողի չստացված երազանքների բանն է, էլի, պլաստիլինից։ Теперь скажи, я отменяю мой паганч, чтобы меня кто-то любил. Ես atmenայեմ անում պահանջը, որ ինձ մեկը սիրի, դուխտա, բաժշկատա։ Ես չեղարկում եմ բոլոր բաները, որ մեկը ինձ սիրի, դուխտա, չեղարկում եմ բոլոր պահանջները։ Մեկը իրանց պետք է տա, ես էլ էշեշ իրանցից եմ ուզում։ Սա ինչն է անում հիմա։ Մեկը իրանց պետք է դուխտա, ես էլ իրանցից եմ սպասում։ Մեր բանը հասարակությունը արխայիկ է եւ նույն բանը, որ ոչխարը անգլերեն չի խոսում, դու էլ նեղանում ես։ Չկեցի։ Այդ մարդը չունի, որտեղ սովետական մարդիկ մեզ ինդիվիդուալիզմը չեն տվել, ինձ տվել են սալդատ։ Այո, պահանջել են նույն բանը։ Դրա համար դու ատմենա ես անում, այն արարիչը քեզ ամեն ինչ տվել է, մենք էլ գնում ենք մամայից եք նեղանում, մաման խեղճի անպաշտպանա, իրանից սեր եք ուզում, ինքը խեղճի սեր չի տեսել կյանքում, բայց մենք պահանջում ենք, նեղանում ենք, պապայից վախում ենք, հա, որովհետև հույս ենք պահում, որ պապան մեզ էսա կփոխվի, կխղճա, կգրկի, կպաչի, չի պատժի, չէ, չկա սենց, բայց որ անջատում ես հիմա պահանջը, уже папан քումեչի չի ապրում։ Ու մենք որ ցեղով գնում ենք, տատիկ մատիկ սաղին հանում ենք։ Դու դառնում ես ինքնուրույն։ Առանց հիվանդություններ։ Դոկտոր, կարող է մեր մոտ այս կապերը առողջ չի, անառողջ է։ Ասկեն մեզ թվում է թե սիրելը սա տոտալ ենթարկվելն է։ Այդտեղից է մեր խնդիրները։ Չէ, իրականում ես սենց եմ թարգմանում սերը։ Դու քո իմ կողքից ես, ես լավ եմ զգում։ Սոչնի։ Դու կողքից չես, ես լավ եմ զգում, բայց սոչնի չի։ Բայց եթե դու ինձ մոտ ես, ես ինձ լավ եմ զգում, ու դու ինձ մոտ չես, ես ցավում եմ, դա կապվածություն է, այսի սեր չի։ Կարոտը կապվածությունն է, սեր չի։ Ты в порядке, и я в порядке. Դու ճիշտ ես, եւ ես էլ եմ ճիշտ։ Հարաբերությունները շատ հաճախ sense են հասկանում։ Եթե ցույց տամ, որ ծնողի մաման կարևոր է, ուրեմն ես պետք է լինեմ անենց ոնց որ ծնողն է ուզում։ Ասում կարող է խնդրեմը, հա, կարող է հենց խնդրեմը տեղա, որ մենք խառնում ենք սաղ իրար։ Ջան։ Սիրո մարդը ինքը առանց մամային ասելն է ուզում իրան
ծաղիկ բերի, խնայի, սիրի, տանը իրան բասեին, տանը իրան մուզեի, հա, բայց որ մաման ասում է, չէ, սենց պետք է լինի, դա ուժը մամա չի, դա ռոբոտ է։ Կարող են ծնողներին ուղղակի այս բանաձևը տալ, հա, եթե դուք ուզում եք իրոք ձեր երեխան առողջ լինեն, առողջ եւ ինդիվիդուալ, մի պահանջեք, որ ձեր պատկերացած ֆորմատով լինեն, Ջա, որ ու կարող է ստիպված արևտուր արեք եւ ոնց ես դու մտածում, եթե դու արել ես, քեզ հարմարավետ է եղել, ասում չէ, ասում դավայ երկրորդ վարիանտ, դավայ փորձենք, ինչ կուզենայի, որ լավ լինի, սենց կանեի, Всё, ինքը սկսում է մտածել եւ ինքը զգում է իր մարդու տեղ են դրել, հարցնում են, կուզես թե չուզես, ես քո մասիդ եմ մտածում, մամ ասում, դու քո մասիդ ես մտածում, իմ մասից ոնց կարաս մտածես, դու կին ես, ես տղա եմ, ես փոքր եմ, դու մեծ ես, դու քո անվտանգության մասին ես մտածում, որ ինձ չկորցնես։ Ինչ է լինում, երբ տղամարդկանց տղա երեխաների դաստիարակությամբ զբաղվում են ոչ թե հայրերը, այլ մայրերը։ Ռիզիկ են դառնում։ Ես այդ Մի քիչ կանացի, տղամարդը 3 փաստ ունի, բազմացնել, գնալ անտառ, վայրեխոզ բերել, եւ սահմանա ապահովել եւ մեծացնել։ Մնացածը սահկանացի է։ Սահկանացի է։ Մինակ այդ 3 բանը մենք ունենք։ Դու նայ, մաման կինա, տատիկը կինա դաստիարակում, մանկապարտեզում կանայք են դաստիարակում, դպրոցում 80% կանայք են, համալսարանում 80% կանայք են, հետո ասում է все мужчины козлы, հա, դուք չեք մեզ սարքել, էլի, հետո ասում եք սաղ տղամարդիկ սենց են, ավելին ասեմ, վարշապետի ամբողջ աշխատակազմն է, կին, բոլոր նախարարներն են կին, բայց պետությունը ոնց պետք է լիներ, այս ինչ անոմալիա է։ Չէ, թող կանայք չնեղանան, ես իրաց չեմ թերագնահատում, բայց իրանք պետք է հասկանան, որ գործեր կա, որ բան է, էլի։ Հա, դու տղամարդ ես գնա հարցերի որոշի, տղես կռիվ արել, տատս ասում չի կարելի կռիվ արել, ասում ինքը հարցերի որոշել է, եկել է победитель, ես բանտանում եմ քեզնով, բայց ես հիշում եմ, ես մեկի կռիվ եմ արել, մաման փոխարեն ինձ դուխտա ծեծում է ինձ, հայտարակ ես արել մեզ սաղ հայաթում, ասում մամ, եթե ես իրան չծեծեի, ես առունով կգայի, քեզ դուրը կգայի, Չէ, ասում իմ բախտետ առումով բերելը, հայրս ասել տղա ջան, գա կանգնեմ կողքդ կռիվ անես, եթե պետք է կռիվ անեմ, փոքր ժամանակվանից, շատ է եղել, ես երրորդ մաս եմ մեծացել, ես գիտեմ ինքը եկել է տունն է, տեսել է, բայց կահան վերում կանանց, ասենք տղեկով կխոսային, մենք թավալվում էին գետնի վրա, հետո կվերջում կասել դե լավ, եկուստ էլ արեք, լվացվեք արեք ձեզ լիմոնադ առնեմ, ասենք, բայց ասենք մաման հաստատ այդպես չէր անի, էլի, դամար ասեմ, տղու դաստիարակության մեջ, տղա երեխայի դաստիարակության մեջ, երբ որ տղամարդիկ զիջում են դերը կանանց, դա ինչ հետևանքներ ունեն։ Եթե զիջում են իրանք դառնում են զրեր, դա էլ չի այդքան լավ։ Չէ, ասում տղամարդիկ հայրը, ասում է քո երեխան քո դաստիարակի, ոչ թե քո երեխան չի զբաղվում, ինքը զբաղված է, չի դեմ իր գործերը։ Ռիսկ դառնալ գեյ ապագայում։ Որովհետև մաման անդամ չունի, ինքը ոնց կարող է քեզ սովորացնի ունենալ։ Ինքը քեզ սովորացնելու է, որ քեզ ունենան, որ մաման հանգիստ լինի։ Իսկ դաժանա հնչում բաց։ Ղարաբաղ մինչև 20 թիվ մամային թողել են մինչև 3 տարեկան ինքը դաստիարակի։ 3 տարեկանից փեդիղ խանչալ են տվել, որ ինքը սկսի կռիվանել համ աղջիկներին, համ տղեկին, որովհետև միշտ քիչ էինք, միշտ պատերազմների մեջ ենք, ուժը մեզ դաստիարակել են որպես ոյն։ Ու դրա համար Ղարաբաղ ոչ մեկը չի վերցրել, մինչև մեկը եկել է ստորագրել, հասկանում եք։ Բայց եթե վայ բալես կամ մի հատ տղա ունեն, վերջի երեխան, 3 քուր, վերջի տղա, անդադ կանացի շորիկ են հագցրել ու ծիծաղել։ Էշություն։
Հիմա ասում եմ ես գլոջիս հետ չեմ կարող հարաբերություն ունենալ։ Ամանչում եմ, ես ցածր եմ զգում, գիտեմ թե մամաս է, գիտեմ թե քուրս է։ Ուժը կոտրել են իրան։ Բայց մամաները չեն հասկանում, դա իրանք իհարկե չեմ ասա իրանք մեղավոր են։ Բայց կա գիտություն, որ մամաները կարան փոխվեն, որտեղ համար մեծացնեն։ Դոկտոր, այս մեր հասարակության ձեր մոտ որ գալիս են հաճախորդները, դուք երևի արդեն ձեր ստատիստիկան ունեք։ Ամենատարածված հիվանդությունն ու խնդրեմը եւ պատճառը ի՞նչն է ըստ ձեզ։ Կանանցը зобна եւ зavaранներ, ասում я до 10 лет думала, что меня зовут заткнись. Կանանցը մենակ թե տղամարդը։ Զայնատ կտրի։ Հա։ Բայց Տղամարդը իրավունքները մի քիչ ավելի շատ է Հայաստան, բայց սա կանայքը զոբա։ Զոբը ինչ է, ստատուս, վահան, կռիվանել, չէ։ Ու անդադ իրան ասում են ամոթա, չի կարելի, պարտավոր, բոլորը հավաքի, խելոք աղջիկ ես, դու պետքա չարչարվես, որ հասկանաս, բա մենք ոնց ենք արել, տա, չասրեցին, սա։ Իսկ տղամարդկանց Տեղդ նստի, ուրես, երբ ես գալու, որովհետև տղան ավելի բան է սիրում, գնահատում, как защитник, как воин, գենետически։ Դրա համար վախում են կորցնել ու տղային միշտ կոնտրոլի տակ են պահում, հետո այդ տղան չի կարող ոչ մի բան աշխատի, գնում է գաջա քսում պատերը, որովհետև իրան չեն սովորացել ապրել։ Դա է ամենատարածված խնդրեմը մեր մոտ է, բանը հասարակության մեջ, տղամարդկանց մոտ։ Հա, դա է, եւ կանացի դատերեկությունը։ Амота хинча, средство управления людьми. Македոնские философները եկան ասում են, եթե ամեն սալդատուն ձեր կտրի գլուխը կտրենք, սալդատ չի մնալու։ Ասում ոնց անենք, որ իրանք հանցագործություն չանեն, իրար հետ կռիվ չանեն, չգողանան։ Ասում մի հատ նեգր են բերել, այդ նեգրը ասում մեր գյուղում շամանը ասում է այդ մարդը անիծված է։ Ու ասում մենք իրավունք չունեինք, իրան վրա նայենք։ Մակեդոնսկում դա դուր նայեք է։ Ու ինքը այդ պրինցիպը մցրել այնտեղ։ Ու սալդատները այնքան են վախել դրանից, որ խելոքած են։ Հիմա դա մնացել է մեր դնթի մեջ։ Մենք էլ ենք ասում, ադե աղջիկա հետ չի խոսում, սենց է չի անում, իրան դեմ չի նայում, սենց կողքովացնում է։ То есть արհամարանքը ամենաահավոր պատիժն է։ Это ամոթն է։ Ամոթը средство управления, մեղադրելը средство управления, ոնց է հայերեն средство управления։ Ղեկավարման միջոց, կառավարման միջոց։ Ամոթը մեղադրելը։ Կասեն կմտածեն, որ ես այն ժամանակ հիշում եմ, ես հարևաններին ավելի շատ եմ պաշտել, քան թե իմ ծնողներին, որովհետև ամեն ասելուց կասեն կմտածեն, ես մտածել եմ, որ իրանք են տերը, ոչ մամաս։ Հա։ Ու ես հետո գնում էի իրանց մոտ, որ մաման չի թողում ֆուտբոլ խաղամ, ես գնում եմ իրանց մոտ, ասում եմ ասեք էլի մամային, որ ես գնամ ֆուտբոլ խաղամ։ Իրան գալիս են, ինքը թողում է։ Ավելի շատ եմ ուժը համոզվել, որ մեր ծնողները ոչինչ են։ Ավտորիտետը իրանք են։ Հա։ Դրա համար այդ բառը вообще սպանող բառն է։ Ես ուժը գալիս եմ տուն, ախ մաման հեչ։ Բայց հետո ինձ ծեծում է, ինչ քեզ ծեծում։ Ղեկավարը ինքն է, դու չես ասում, ինքը կասի, ինքը կմտածի, значит դու ոչինչ ես։ Դոկտոր ջան, քանի որ մեր դիտողները շատ քաղաքականացված աուդիտորիա է, այդ հարց եմ ուզում տամ, ոչ քաղաքական էլի։ Դու էլ նկատած կնես էլի։ Ինչի՞ց է որ մեր հասարակությունը անդադ ինչ որ մեկին է սպասում, որ հեսա այդ մեկը գալու է ու ինքը Սասունցի Դավիթը, ասենք, գերմար ու մեզ փրկելու է, որտեղից դա ինչ է, ո՞նց է բացատրվում։
հոգեբանորեն։ Отсутствие индивидуализма. Ես ոչինչ չեմ, կարևորը Գորբաչովը։ Ես ոչինչ չեմ, Բրենա Բրեժնև ունենք։ Ես այլ բառերով, բայց մի քիչ ավելի նուրբ ձևով ասել եմ, փաստացի դու ինքդ ասում ես քո համար, որ դու հարց որոշող չես, քո փոխարեն մեկը պետքա գա որոշի, հա։ Ես մեղմ եմ ասել, էլի մի քիչ։ Դե նայ, եվրեյները 100 անգամ շատ են կոտորվել, բայց իրանց մուզիկաները վիսոլ է, Ուրախ է, հա։ ուրախ է։ Մերը դուդուկա, մեզ կոտորելն են, խղճացեք մեզ։ Ուտա դնթույ մնացել է, նոր դուք լավ բան եք ասել, որ ինչից վախում ես, դա կատարվում է։ Հա։ Ու իրանք անդադ մենք խղճենք, մենք խղճենք։ Ու մնացած երգիրն են սկսել վերցնել։ Հետո էլի են վերցրել, մնում է հեսա մի հատ Երևան ամանալ։ Իմենցե, պսիխոլոգիան ոչ տղամարդու է, կանացի, խիղճ։ Մեր ազգը կանացի, հա, եկենք մենք, փաստորեն։ Շատ։ Այսքան շատ։ Բայց պատերազմի ժամանակ, օրինակ, թուրքը, մի հատ թուրք սպանում ես, այդ առաջի պատերազմում հիշում եմ, մնացածը վայդա, փախչում են։ Բայց հայերը առաջ գնում են, օրինակ իմ ընկերս սպանեցին, դա ես տեսնում եմ, ուժը գլուխը չկա, ես ինչու կանգնեմ, ես դальше եմ գնում։ Азербайджанцы нет, одного убиваешь, потому что их в детстве бьют как собак. Իրանց ճպատով են ծեծում, կախում են, շատ դաժան են դաստիարակում։ Մինչև հիմա է այնտեղ այդպես։ Հա, մինչև հիմա։ Ու մուսուլմանները էլի Եգիպտոսում ծառից կախում են, ոտերը տակ, ես որ նոր շեյխերը կոնտրակտ եմ գնացել շեյխերի մոտ։ Հա, ուզումդեղ անցնում տեսնում մեկը կախելած։ Ես ասում սա ի՞նչ է։ Ասում պատիժը։ Օր երեխուն 4-5 տարեկան երեխուն ոնց ինչ պատիժ։ Ինքը բանա հասկանում, որ հելա պատժեք։ Այս վերջերս մի հատ նկար ցույց տվեցին, Ալիևին իբր դիմավորում են միտեղ, ինքը կանգնած է, նրանք կանգնած են ցանկապատից հետևը, բանը, սետկա էր քաշած, սետկի հետևում էին դրանք բոլորը, պլակատներով այսպես կանգնած էին։ Ինքը ոնց որ գազանանոց է կացանել ինքը։ Այսենց է ինքը շփվում ադրբեջանցիների հետ, հա, շատ վատ է դրանց վիճակը։ Դրա համար իրանք բոյում վախկոտ են, էլի։ Իրանց ուժը կոտրում են մանկությունից։ Գիտեք, ես օրվա մեջ, քանի որ ես ամեն օր բաներ վերլուծական հաղորդումներ եմ, դուք ինձ մասին շատ բան չգիտեք, ես բացի երաժիշտ լինելուց ես քաղաքական վերլուծական հաղորդումներ եմ անում, հիմա բոլորը կզարմանան, այս քաղաքականության մասին չէ դες հաղորդումը, բայց էսի հենց քաղաքականություն է, էլի։ Ու հարց ու պատասխաններ ունեմ ես օրը օնլայն բանը։ Ամենաշատը գիտեք ես ինչի դեմ եմ կռիվ տալի։ Մարդիկ ինձ համոզում են, որ ամեն ինչ վերջացած է։ Ու ես ստիպված եմ մարդկանց հետ խոսալ, ասում եմ, լսի, եթե նույնիսկ քո համար վերջացած է, կարող ես գոնե չխանգարել նրանց, ով չի համարում ամեն ինչ վերջացած։ Ինչ ձև կարելի է այդ մարդկանց ասել, որ ոչ միայն վերջացած չի, դու ոչ միայն օգուտ չես տալի, այլ վնաս ես տալի։ Ամենաահավորը շիպկան մարդկանց փոխելն է, չես կարա։ Ավելի լավ է ինքը պատերազմի ժամանակ կարտոշկա քան մաքրի։ Կամ թե դու համոզես, որ ինքը գնա պատերազմ կռիվան։ Իրանք էլ են մեզ պետք, ոչինչ։ Մենք կարևորը նույնն ենք, էլի։ Մարդկանց մի փոխի գան։ Չես կարա ու ներվերը ինչու ես ծախսում։ Споры համար։ Ասում եմ, в споре рождается истина двух болванов. Լավն է, истина։ Ես միշտ ասում եմ, իմ պոզիցիան ասեց։ Ասպեր ես հարգում եմ քո պոզիցիան, բայց իմ պոզիցիան ավելի շատ եմ հարգում։ Չէ, դու սխալ ես, ասում լավ, սխալ եմ, ում համար եմ սխալ, ձեզ համար եմ սխալ։ Ինձ համար լավ եմ ես։ Բայց ես քեզ չեմ ուզում համոզել, որ ես ավելի ճիշտ եմ կամ թե դու մալաձես։ Всё, դուրաշա կդերցրու վազվզի։ Հա, ես մի բան ասեմ դες, դուք կարող եք օգտագործել, ես վերջերս կարդացի, ասում եմ, որ 50 գիտնականի դու կարող ես լրացնել մի հատ փաստարկով։
մի հատ փաստարկ ունենաս լուրջ, 50 գիտնական կլռեն, էլի։ Բայց ասում եմ 50 փաստարկ ունենաս, մի հատ ապուշի չես կարող լրացնես։ Նույն բանն է։ Էսա ինքը մեկա չի տենալու, որ էսի, ասա, միշկա է ու սպիտակա։ Ինքը ան չի տենում, նայմա չի տենում, էլի։ Դե ոչ խարայլ է։ Вот так вот, դե ջան, ինչ անենք, վերջացնենք կամաց։ Հա, կարող ենք վերջացնել։ Հիմա ամենակարևորը մոռացա ասեի, որ դոկտոր Միրզաբեկը կյանքի որակ կենտրոնի տնօրենն է հիմնադիրը Ժորժյան, որը գտնվում է Տերյան փողոցի վրա, եթե նույնիսկ չգիտեք էլ այս համար չկա իհարկե պայքը, բայց կյանքի որակ, որ հավաքեք Google-ում, ես տենց եմ գտել Պարոն Միրզաբեկին, նայել եմ իր հաղորդումները բոլորը, ու վերջում մի հատ հարց տամ, էլի։ Ես չգիտեմ, որ Հայաստանում գտնվի մեկը, հա, որը կտիրապետի անհրաժեշտ մարդուն վերականգնելու, բուժելու համար անհրաժեշտ բոլոր տեխնիկաներին, ինչի մասին որ կիսատ պրատ աշխատեցինք մենք մի քիչ խոսել, իհարկե ոչ ամեն ինչի մասին չխոսեցինք, բայց դե ես չգիտեմ մի ոլորտ, որը դուք ամեն շաբաթ մի անգամ ցես հաղորդում անենք, մարդիկ ավելի ինֆորմացիան շատ իմանան, ով ֆինանսական լավ չի, գոնե հիմա մեր անտիլոգիկա, եթե դուք ուշադրի նայել եք, անտիլոգիկա է մեր զրույցը եղել։ Հա, հա, ու տեղ շոկային, մարդիկ հաստատ ինձ նայողները դրան սովոր չէին, վստահ եղեք, բայց անտիլոգիկան որ սովոր է, իրանց կյանքը որակը կտեթևանա, համ կարող է դաժե առողջանալ, որովհետև գրում են, որ ամեն իրուգունը միջև կնալիք ու զայնդ միացնում ենք YouTube կանալում Գեորգի Ավակյան, ստացի դեղ մեն 300 վիդեո կա YouTube կանալում, կամ Facebook-ում, Instagram-ում Գեորգի Ավակյան էլի։ Իրանք միացնում են ու առավոտ ասման գլխացավ չկա, կամ չիշում էի կարտեղ, չեմ ասում բոլորը, բայց մին ասից երևի երկուսը սենց բաներ ասում են։ Ես գիտեք հենց որ ինձ հիշեցի, սովետական են կարգախոսը հիշում եք, որ ասում է առողջ մանմնում առողջ հոգի, здоровое тело, здоровый дух։ Ես կարծում եմ հաղթում էին մեզ, նաբարոտ պետք է լինի, կարակա պետք է լինի։ Մարմինը գործիք է, ես Մարմինը պրոդուկտն է, գործիք, հոգու պրոդուկտն է գործիք, բանը։ Մենք ստեղծում ենք մարդու անձ, то есть աղջիկը Անդե մեր աղջիկը ով անցել է մեր դասերը, ասում եմ մենք մտնում ենք մտնոլորտ առաջ, որ 40 տղամարդ են եղել, ես մենակ, ես ընկճվում էի, սիրտս արագ էի խփում, հիմա ասում եմ իրանք են ընկճվում, ասում սեկրետը ինչումն է, որովհետև դու դեղ մտել ես ոչ որ ոնց աղջիկ, ոնց անձ, բայց իրանք որպես տղա են զգում իրանց, դրա համար դու իրանցից բարձր ես. Сказать, то есть, когда ты анс, ты везде свой. Իսկ դու մտնում ես որպես աղջիկ, դրա համար էլ դու քեզ ներված ես։ Հա, բայց որ աղջիկ ես մտնում, ուժը սա ուզում ես քեզ կռացնեն շատ կներեք։ Բայց ասեք այդ էլ ինդիվիդուալիզմի բացակայությունն է, դու չես մտել որպես ինդիվիդ։ Հա։ Ու տղամարդու սարքում ենք անց, աղջիկերքը իրան մոտ չեն ամանչում, դաժը հայհոյանք անիգդոտ են պատմում, պատկերացնում ես, իրանք զգում են այդ տղայի կողք են անվտանգ, ազատ, աղջիկը երազանքը տա է, որ ինքը ամենտեղ լինի ազատ, որովհետև մեզ մանկությունում ռամկաների մեջ են գցել, ու ես դա հանում եմ, թողում եմ անձ, Ուսես վերցնում ես քո մարմինը, տանում զուգարան, տանում հաց ուտելու, տանում ես հաց Դոկտոր Միրզաբեկ, ես չգիտեմ ես լսողները ինչքանով հասկացան այս զրույցից ինչ-որ մի բան, ինձ համար շատ հետաքրքիր է։ Դե մյուս անգամ ուզում եք թեման անենք հիվանդությունները եւ պատճառները։ Հիվանդությունները եւ պատճառները։ Ուզում եմ, հայո, մի հատ բանաձևենք այսօրվա որպես ամփոփում, էլի։ Ես հենց ասեմ, ես հիմա ասեմ, որ դոկտոր Միրզաբեկը ուղի ինձ ճշտի ու ավարտենք։
Եթե ուզում եք առողջ լինեք, մի քիչ պետքա վերանայենք մենք մեր ապրած ձևը, կենցաղը, համոզմունքները։ Ես հենց եմ հասկանում։ Դոկտոր Միրզաբեկը հիմա կասի իր տարբերակը։ Մեզ տված չի 1000 տարի ապրել։ Դրա համար առաջի կյանքի որակը կոտրելը հետաձգելն է։ Եթե դուք ոչ մի բան չփոխեք ձեր կյանքում, ոնց եք մտածում, ինչ է լինելու ձեզ հետ 5, 7, 10 տարուց հետո։ Այդ պատասխանը ուժը կստիպի ձեզ, որ դուք ձեզնով զբաղվեք։ Արզա, շնորհակալություն այսօրվա համար։ Մենք կհանդիպենք Ուզում եք համարնել կամ 094 35 00 71 094 35 0071 Հեսի մեր աշխատողն ավերցնելու տրուպկա կամ 01 42 50 94-ով 01 42 50 Դուք Այդ արդեն ուզեք այսօրվանից դուք բոլոր հարցերի պատասխանը կա։ Ես մի բան էլ գաղտնիք բացեմ։ Ինձ որ ասում են այս ռեժիմի մեջ ոնց ես դիմանում 24 ժամ ես ամեն ինչի դեմ, դիմանում եմ, որովհետև օգտագործում եմ այն մեթոդները, օգտվում եմ մեթոդներից, որ մի քիչ իրապետում եմ, որի մասին այսօր փորձեցինք խոսանք այդ ոլորտի մասնագետ դոկտոր Ես ուրախ զարմացած եմ, որ դուք հասկանում եք մեր գործը Չեք ուսումնասիրել, բայց հասկանում եք, это называется расширенное состояние сознания. Մեծ գիտակցության հնարավորություններ։ Գաղտնիք բացեմ դոկտոր ջան, երաժշտությունը հաճախականություն է։ Ջա, Այդ հաճախականությունը մարդ է բուժում։ ջա։ Այսօրվա համար այսքանը կհանդիպենք եւ կհանդիպենք շուտով ամեն դեպք։ Շնորհակալ։ Удачи вам.